1962 թվականին հիմնադրված երաժշտական գործիքների գործարանը, որն ավելի հայտնի է որպես Երևանի Դաշնամուրի գործարան, ԽՍՀՄ և ԽՍՀՄ-ից դուրս մի շարք երկրների ապահովում էր երաժշտական տարբեր գործիքներով։ Այստեղ էին արտադրվում հանրահայտ Կոմիտաս, Երևան, Սևան դաշնամուրները։ 90-ականներից գործարանի փակումից մինչև փլուզման պահը շենքն օգտագործվում էր արտադրական, պահեստային և գրասենյակային նպատակներով։ Այսօր արդեն շենքից փլատակներ են մնացել։ Դեկտեմբերի 1-ին ժամը 10-12-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում գտնվող Դաշնամուրի նախկին շենքում տեղի ունեցել փլուզում։ Նախկին գործարանի մոտակայքում ապրողներն ու աշխատողները հիշում են, շենքը բավականին հին էր, իսկ փլուզված հատվածում 2007 թվականից ի վեր գործել է գերմանական երկաթե գործիքների խանութ։ Այս առաջի հարգը Գերմանիայից վերած երկաթեր էր, լիք երկաթեր։ Ես այդ իմ արքից տեսածնա իմ կարծիքն է այդ։ Երկաթերնի բոդկա կարեզը այս բան, այդ մի բան է։ Երևի այդ ծանրության հետևանքով է փալվել իմին է այդքան տեղը։ Հա, պահեստային հատվածը հիմա եկա տուժվեցին էլի տվյալ տերերը։ 50-60 տարվա շենք է, Դաշնամուրի գործարանը եղել այստեղ։ Բնականաբար, որ պիտի արդեն վթարային լիներ։ Երբ որ վերանորոգում է չի լինում, պարզ է արդեն վթարային է։ Ես այս կամախտաստեյով անցել եմ, չեմ պատկերացրել, որ կբլվի։ Բայց դե այսքան բեռնատար ավտոներ են անցնում, ինքը դղրդում է, որ ես մի օր պետք է լիներ։ Քաղաքացին մոտակա շենքերից մեկի բնակիչը, ահազանգում է, տարածքում գրեթե բոլոր շենքերն են վթարային վիճակում։ Ես էլ եմ ապրում Շախվերձյանի վրա։ Մի հատ ավտո է անցնում կամ խոսքօրինակ ասֆալտ են փորում, շենքը դղրդում է։ Ասկե ով պետք է հետևի, ով պետք է նայի։ Ասկե մենակ իշխանությունով չէ էլի մտածեն իրանց մասին, թող մեկ չէ ժողովրդի մասին մտածեն։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից նշում են, իրենք Դաշնամուրի նախկին գործարանում երբևէ ուսումնասիրություն չեն անցկացրել։ Դա սեփականատիրոջ որոշմամբ պետք է լիներ։ Մենք այդ շենքը չենք ուսումնասիրել, որովհետև դա սովորաբար պատվիրվում է սեփականատիրոջ կողմից։ Առաջի պատասխանատուն այդ ոլորտի սեփականատերն է։ Եթե սեփականատերը ինքը իր անվտանգության մասին հոգա, ճիշտ է։ Խանութի տնօրենն ասում է, իրենք էլ երբևէ չեն մտածել, որ կարող են նման խնդրի առաջ կանգնել։ Առաջինը մենք պետք է թիմենք տարածքի դերոջ, եթե այդպիսի բան տեսնենք, հետո դրանից հետո եթե տեսնենք, որ աշխատանքներ չկա եւ մենք վտանգ տեսնենք տեղ, մենք արդեն դուրս կգայինք, բայց որ մենք այդպես բան չենք տեսել, մենք այդտեղ մնացել ենք, աշխատել ենք այս կանդարի։ Տնօրենի խոսքով փլուզումից հետո խանութից ոչ մի ապրանք չեն կարողացել դուրս հանել, վտանգը մեծ է։ Աշխատավայի հետ հենց այսօր խոսացել եմ, որ ինձ ընդհանուր մնացորդ տա ապրանքի իր ինքնարժեքներով, բայց կգարձեմ բավականին մեծ ասելով մեր կորձին համեմատ մի մոտավոր թերևս մի $150,000 կամ չգիտեմ այդ արժեքների պետք է որ ապրանք ունենայինք ներս։ Տնօրենը նշում է նաև, փլուզման պատճառով տուժած քաղաքացին իրենց խանութի վերևում գտնվող պահեստի աշխատակից էր։ Նրան շտապօգնության մեքենայով Շենգավիթ բժշկական կենտրոն են տեղափոխել։ Շտապօգնությունն է բերել մեկ տուժածի, ոտքի հետ կապված վնասվածք ունեցել, բուժում ստացել, գնացել է տուն։ Մինչ փլատակների կողքով ազատ անցուդարձ էին անում քաղաքացիները, մեր նկարահանման պահին այստեղ կային կախված քարեր, իսկ տարածքը մեկուսացված էր միայն ժապավեններով։